Անտալիայում տեղի ունեցավ այդ դիվանագիտական ֆորումը, որի ժամանակ մենք ականատեսը եղանք Բայրամով Արարատ Միրզոյան այդ ճեպազրույցին եւ Բայրամովը շատ հստակ հարց դրեց, որ Հայաստանից փաստորեն ուզում են մի այնպիսի փաստաթուղթ, որը որի բովանդակությունը փոփոխության չի ենթարկվի, ասում էր անկախ քաղաքական փոփոխություններից այն չպետք է փոփոխության ենթարկվի, երաշխիք են ուզում։ Այդ դեպքում արդյոք դա միայն խաղաղության փաստաթղթով են ուզում ստանալ, թե ինչ որ նոր բան է ուզում Ադրբեջանը եւ ինչ որ վախ ունեն, չէ, իրենք, որ կարող է քաղաքական փոփոխություն լինի եւ հետո բաներ փոխվեն, ասում են, որ հետո չփոխվի, չչեղարկվի եւ այլն։ Ինչն է նրանց վախը եւ ինչ են ուզում կորզել սրանցից։ Ադրբեջանը ի տարբերություն շատ հայերի այնքան միամիտ չի, որ վստահի միայն Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը, որտեղ շատ հայեր կարծում են, որ Նիկոլը գնաց ինչ որ թղթի կտոր ստորագրեց, վերջ կլինի խաղաղություն։ Եվ իրոք Արցախի հարցը փակված է։ Արցախի հարցը ոչ Նիկոլն է բացել, ոչ Ալիևն է բացել, որ իրանք էլ փակեն։ Արցախի հարցը հայկական հարցի բաղկացիչ մաս է, եւ Արցախի հարցը եւ հայկական հարցը օրակարգում է եւ դեռ ավելի ուժեղ լինելու է օրակարգում, երբ որ տեղի ունենան այդ զարգացումները, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, եւ երբ որ արդեն հարավային Կովկասում ուրվագծվեն նոր աշխարհակարգի, նոր ճարտարապետության այդ կանոնները եւ այդ նոր աշխարհակարգը ստեղծվի, եւ Ալիևը դա հասկանում է։ Ալիևը հասկանում է, որ ոչ Նիկոլ Փաշինյանն է հավերժ, ոչ Վլադիմիր Պուտինը, բայց հավերժ է հայ ժողովուրդը, հավերժ է ազգերի լիգայի որոշումը եւ Վիլսոնյան վճիռը, եւ հավերժ են հայերի իրավունքները։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանին ասելով փոխի սահմանադրությունը, Ալիևը ուզում է խաղաղություն ճակերտավոր ստորագրի ոչ թե Նիկոլի, այլ հայ ժողովրդի հետ։ Այսինքն Ալիևը ուզում է, որ ծնկի բերի ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին։ Ինքը ուզում է, որ հայ ժողովուրդը փոխելով իր իսկ սահմանադրությունը, կատարելով հանրաքվե, ինքը փակի հայկական հարցը, որ քիչ թե շատ էլի ոչ վերջնական հանգստություն կգա Ալիևին, որովհետև նույնիսկ հայ ժողովուրդը եթե հրաժարվի, աշխարհը կարողա չընդունի դա, եւ 20 թվականին այդպես եղավ։ Վիլսոնը իրավարար վճիռը որ կայացնում էր, հայերին ոչ մեկ չէր հարցնում։ Հասկանում եք, եթե աշխարհին վաղը ձեռնտու լինի զբաղվել հայկական հարցերի լուծմամբ, նրանք ոչ հայերին են հարցնել, ոչ ոք, բայց գոնե հայերի համաձայնությունը ստանալը Ալիևի խնդիրն է։ Հետևաբար դրա համար նրանք ասում են սահմանադրությունը փոխի, նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի անկախության հռչակագրի, որում խոսվում է Արցախի վերամիավորման մասին, ցեղասպանության եւ այլն։ Դրանից հետո քիչ թե շատ ինքը Իրան ապահով կզգա, որ ռևանշ չի լինի։ Ալիևը նաեւ հասկանում է, որ Վահե Գասպարյանը ճիշտ է եւ որ շուտով տեղի են ունենալու փլուզումային զարգացումներ, որոնց արդյունքում ազատագրվելու են այն բոլոր ժողովուրդները, որոնք ուզում են ազատագրվեն։ Եվ մեծ է հավանականությունը, որ այդ ժողովուրդների շարքում կլինի նաեւ հայ ժողովուրդը։ Ազատագրվելու է Մոլդովան, Բելարուսը, Վրաստանը, չեչենները, դաղստանցիները, թաթարները, բաշկիրները եւ մեծ է հավանականությունը հասկանում է Ալիևը, որ կազատագրվի նաեւ հայ ժողովուրդը, որտեւ Ալիևը գիտի, որքան կարեւոր է հայ ժողովրդի համար Արցախը եւ հայկական հարցը եւ ցեղասպանությունը։ Ալիևը հասկանում է, որքան մեծ է հայ ժողովրդի զզվանքն ու ատելությունը Նիկոլի հանդեպ։ Եվ Ալիևը հասկանում է, որ ամենայն հավանականությամբ Պուտինյան ռեժիմի տապալումից հետո Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է հենց ազգային իշխանություն։ Բայց արդյոք կլինի այնպիսի մի փաստաթուղթ, որը չի կարողանա չեղարկել ազգային իշխանությունը, թե դա բացառված է։ Նայեք, եթե նույնիսկ սահմանադրությունը փոխվի, մենք կարող ենք միշտ էլ ասել, որ դա եղել է Ադրբեջանի ճնշման ներքո, որ այդ հանրաքվեն կեղծվել է, որտեղ սահմանադրությունը ընդունել կամ փոխել պիտի արվի հանրաքվեով, դա օրենքի պահանջ է։ Իսկ հանրաքվեով 50+1 ձայն ստանալը այդքան հեշտ չի։ Եվ Նիկոլը դա հասկանում է, եւ այս վերջերս ինքը ասեց Հայաստանը կընդունի նոր սահմանադրություն, բայց վերջնական որոշողը ժողովուրդն է։ Ինչի է դա Նիկոլը ասում, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը դժվարությամբ կկարողանա, եթե ընդհանրապես կարողանա ստանալ ժողովրդի քվեն հանրաքվեի ժամանակ, եւ դրանից է վախում նաեւ Ալիևը։
Ասած այն է, որ մենք միշտ էլ կարող ենք հետ շրջել այդ ամեն ինչը եւ նոյեմբերի 9-ի Ղազադգիրը չեղարկել, որտեղ դա արվել է պատերազմի եւ ճնշման ներքո եւ սահմանադրության փոփոխությունը, բայց ավելի լավ է թույլ չտալ, քան հետո արածը Այո, իհարկե։ չեղարկել։